Մեր փրկին բադվագանանով կբարևեմ ցեզ Քրիստոսով սիրելի եղբայրներ եւ քույրեր, այո, մենք Քրիստոսով եղբայրներ քույրեր ենք։ Եվ ասիգա քիչ բան չէ։ Եղբայրը լալու համար, իրարու հետ եղբայր քույրերը լալու համար Տեր Հիսուս իր կյանքը զոհեց, իր արյունը թափեց։ Եվ քանի որ զիս իր արյունով ձախու արած է եւ քեզ սիրելի եղբայրս եւ քույրս իր արյունով ձախու արած է, մենք իրարու եղբայր քույրեր ենք։ Եվ մանավանդ Աստվածաշունչը շատ կխոսի Քրիստոսի մարմինը եղող եկեղեցի մասին, որ այդ եկեղեցի մարմինը հավատացյալներն են, ամեն ասկե, լեզվե, ցեղե, քույնե եւ այսօր համար փառք օրմը ֆիզիկապես պիտի ցերպազատվենք այս անիդյալ աշխարհեն եւ մարմինեն եւ պիտի լանք մեր սիրելի փրկին հետ հավիդյան հետը լալու համար այսօր համար փառք Երանի միջև այն օրը հավատարիմ մնանք իր խոսքը սերդենք հայտնված աստվածային ճշմարտությունները չանանք հասկանալ եւ ապրիլ մեր կյանքերում մեջ Աստծո շնորհքով պիտի շարունակենք Բողոս Արաքյալին գրած երկրորդ Թեսաղոնիկեցված նամակը առաջին նամակը բացադրեցինք սերդեցինք հիանալի նամակ մնե այո ամիսներ գրնա առնել սակայն չի նշանակեր թե նույն բանը գշեշտենք հաբահոն հայտնված ճշմարտություններ կան այդ ուղղությամբ գխոսենք վերգարնենք եւ մեր հոգեվոր կյանքը գգարուցենք գշինենք ողջամիտ վարդապետության վրա եւ մեր հավատքը օրեօր աճելով բդղափեր կդառնանք առողջ գիտություն կունենանք Աստուծո մասին անոր գամքի մասին անոր ծրագիրներուն շուրջ Փարքլա իրաբես առանձնաշնորհյալ ժողովուրդ ենք մենք որպես հավատացյալներ Տերոջը հետևողներ ուրեմն եկեք դարձյալ աղոթքով ամեն շաբաթ այսօրվան պես այսօրերու մեջ պատրաստվենք լսելու Աստուծո խոսքը այս երկրորդ նամակը Թեսաղոնիկեցված որ Բողոս Արաքյալ գրեց առաջին տարու եկեղեցին եւ անոնց հաջորդող հայրերը առանց վարանելու ընդունած էին անոր աստվածաշունչ ըլլալը բացի մի քանիները որոնք իրենց դրամապանությամբ մերժած էին այս առնչությամբ մանրամասնելը իմաստ չունի եւ ժամանակի գորուստ կնկատեմ Պիտի բավարարվենք գարկմը եկեղեցվո հայրերու անունները հիշել, որոնք հաստատեցին այս երկրորդ նամակին աստվածաշունչ ըլլալը, Աստուծո կողմէ ներշնչված գրված ըլլալը, Բողոս Արաքյալին կողմէ։ Անոնք են Իգնատիոս, Փողիգարբոս, Հուստինոս Մարդիրոս, Իրինեոս, ասոնք հունարենով գսեմ, թերևս հայերենով քիչ մդարբեր է, դարձյալ Օրիգենիս Արամադիոս, Կլիմենտ Աղեքսանդրացի, Ֆլորիս Թերթլյանոս, այնպես որ ասոնք բոլորը գահստատեն թե այս նամակը աստվածաշունչ են եւ ասոնք եկեղեցի մեջ ծանր գշիր կունին Այս նամակը Արաքյալը գրեց դարձյալ Գորընթոսեն 52-րդ թվին 50 Առաջին նամակեն մի քանի ամիսներ ետքը երբ Դագավին Սիղվանոս ու Դիմոթեոս իր կողմն էին Երկրորդ նամակը գրելուն թրթապատճառը գարկմը սխալ ըմբռնումներու սրբակրություններ զոր ոմանք ունեին Թեսաղոնիկե մեջ Քրիստոսի երկրորդ քալստյան նկատմամբ Ոմանք կարծեցին թե Հիսուսի երկրորդ քալստյան օրը հասած է ուստի չէին կործեր եւ ամենօրյա բարդականությունները զանց կնեին Բողոս երկրորդ գլուխի մեջ կբացադրե անոնց որ Քրիստոսի օրը պիտի չկա եթե առաջ անորենը չհայտնվի եւ անորենը հայտնվելու համար
արկելքը վերնալու է։ Այս երկրորդ նամակեն գահասկացվի, որ սուտ վարդապետներ նամակներ գկրեին, որպես թե Բողոս Արաքյալի ցերկով գրված։ Զորօրինակ երկրորդ գլուխին երկրորդ համարը գսե. չլա որ շուտ մխախտիկ ծեր միտքեն ու չլա որ խրովիկ ոչ հոգիով ու ոչ խոսքով ոչ ալ թուղթով մը իբր թե մեզ մե գրված, որպես թե Քրիստոսի օրը եկած հասած ըլլա։ Անոք գսեին Բողոս, որպես թե Բողոս Արաքյալը գսե, որ նեղությունները նշան են, թե Քրիստոսի օրը եկած հասած է։ Այս սխալ ըմբռնումը ունեցողներ գսեին։ Արաքելական շրջանին ոմանք գխորեին, թե Ներոն գայսերներ այդ անորենը։ Ուրիշներ Վեսպասիանոս գայսերներ։ Ուրիշներ գխորեին, թե Դոմետյանոսներ։ Ներոն գայսրին համար լուրեր շրջակայեցավ, թե ան միջին արևելքի մեջ դեղ մնե, որ պիտի հայտնվի ու եկեղեցին հալածեր։ Իրապես առաջին տարուավադացյալները բավական բաներ քաշեցին։ Մենք անոցքով թակավորներ ենք, այնպես որ պետք է ավելի նվիրված ապրենք մեր Տիրոջ։ Ուրեմն սկսենք այս նամակին առաջին գլուխեն սերդել, բացատրել եւ դեսնել կարևոր ճշմարտություններ։ Այս գլուխը, առաջին գլուխը կարելի է 3 մասերու բաժնել։ Արասված իր կողոնակությունը գայտնե անոնց հավատքը եւ սերը աճելուն համար, ասիկա կտեսնենք 1-4 համարներու մեջ։ Երկրորդ բաժինը Աստուծո արդար թադաստանը կտեսնենք 5-10 համարներու մեջ, իսկ երրորդ մասը անոնց համար Արաքյալը աղոտ կբարձրացնե 11-12 համարներ։ Ուրեմն գարտանք առաջին համարը։ Գսե Արաքյալը Բողոս եւ Սիլվանոս ու Դիմոթեոս Թեսաղոնիկեցված եկեղեցվույթ մեր հայր Աստուծով ու Տեր Հիսուս Քրիստոսով։ Հիշյալ երկու եղբայրները Բողոս Արաքյալին ցերկով դերոջը դարձած էին, ապաշխարած էին, ավետարանի բարի լուրը ընդունած էին, վերստին ծնունդ ունեցած էին եւ Քրիստոսով եղբայրներ էին։ Ուրեմն ասոնց եւ անոր միջոցով Բողոս Արաքյալի միջոցով աջած էին ու ծառայության մեջ կգտնվեին այս երկու եղբայրները։ Բողոս Արաքյալ այսօրվան եկեղեցվո առաջնորդներուն հետ չենք կրնար փախտadel, որոնք երբ բարձր թիրքի հասնին կամ մեջ ժողովրդականություն ունենան, գմորնան իրենց օգնականները եւ ամեն բան ու գթարնան փեռնագալ դիկտատոր։ Գուզեն միայն իրենք մեծարվել եւ աչկարու դառնալ։ Սակայն Բողոս Արաքյալ իր նամակը, այս երկրորդ նամակը գսկսի Սիլվանոսին ու Դիմոթեոսին անուններն ալ հիշել, միացնելով իր անվան հետ։ Այս է ճշմարիտ աստվածագոչ դերոջը ծառան, որ հեզությամբ կծառայե ու ոչ թե մրցակցության ելած է իր անվանը փառքին համար գվազե։ Եվ գսե հայր Աստուծով ու Տեր Հիսուս Քրիստոսով։ Այդպես գսե։ Հայր Աստուծով ու Տեր Հիսուս Քրիստոսով։ Այս խոսքերով գիհիշեցնե այն հաղորդակցությունը, զոր հավատացյալը ունի Աստուծո հետ որպես հայր։ Երբ գիտակցինք, որ մեր հաղորդակցությունը զոր ունի Աստուծո հետ, որթի հայր հաղորդակցություն է, մեր հոգիները պիտի հրճվին եւ որևէ դժվարության մեջ խոճապի պիտի չմատնվենք։ Նման բարականերու մեջ մեր հավատքի աչքերը պիտի ուղենք մեր երկնավոր հորը, վստահելով անոր անհուն իմաստության ու ամենագարողության,
որ ան կարող է բոլոր բաները բարի կործակի դարձնել անոնց համար, որոնք զինք գսիրեն։ Հռոմայեցիս 8:28։ Աստուծո շնորհքը հիանալի է։ Թեսաղոնիկե հավատացյալները մի քանի տարի առաջ խավար միտքի մեջ էին եւ գուրքերը գբաշտեին։ Հիմա Աստված անոնց հայրը եղած է։ Աստուծով եւ Հիսուսով ով խոսքերը ենթադրե որ անոնք այլևս Աստուծո եւ Տեր Հիսուսի գբատկանին։ Հունարեն բնակիրը գսե են Խրիստո Հիսուսով անոր գբատկանին։ Լավակույն եւ փարավոր պատկանելիությունը Մարդը կրնա կարևոր գազմագերբության պատկանիլ եւ կյանքը մաշեցնել այդ գազմագերբության սիրույն, սակայն ամենեն ապահովը ու փարավորը Աստուծո պատկանիլն է, որովհետեւ Աստված հավիտենական է։ Գարժե հավիտենականին գարչիլ, մնայունին գարչիլ ու կործել եւ մաշիլ մնայունին եւ աներձանելի բսագին համար։ Իրապես հավատացյալին թիրքը Քրիստոսի մեջ հիանալի է։ Բողոս եւ Սիղվանոս ու Դիմոթեոս Թեսաղոնիկեցված եկեղեցվույթ մեր հայր Աստուծով ու Տեր Հիսուս Քրիստոսով անոնց պատկանելիությունը գիշեցնե, ինչպես նաեւ այսօրալ մեզի։ Եկեք շարունակ փառք տանք Աստուծո մեր այս ունեցած թիրքին համար։ Դերը ցեզ օրհնելով օրհնե, մնաք առողջ ֆիզիկապես, ձեր միտքը առողջ չլա, ձեր հավատքը առողջ չլա եւ դերը գամի քաս շաբաթ պիտի շարունակենք երկրորդ համարեն։ Դերոջ խաղաղությունը ձեր բոլորին է դլա։